Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսակա, մեկը բան մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ ա եղել, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրինակ հայտարարությունների ֆոնին Եվրախորհրդանի խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում առկա ատելության խոսքի եւ անհանդուրժողականության վերաբերյալ։ Եվրոպական կառույցը հրապարակված զեկույցում հույս է հայտնում, որ ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր կուսակցությունները կընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, իսկ կիրառման դեպքում կուսակիցների համար կնախատեսեն պատժամիջոցներ։ Վեհաժողովը քաղաքական դաշտում նման գործիքակազմի անհրաժեշտությունը տեսնում է հատկապես նախընտրական գործընթացների մեկնարկի ֆոնին։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների եւ քաղաքականության վրա հիմնված եւ զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից։ Հայաստանի քաղաքացիները 2021 թվականի նախընտրական շրջանում արդեն իսկ ականատես են եղել թեկնածուների կողմից անկաշկանդ հայոյախոսության, որն այս տարիներին արմատավորվել է թե իշխանության, թե ընդդիմության խոսույթում։ Հալինում ասել եմ, կամերան ասել եմ, Ակատին նայեն և ասեն ողջույն, Արդյոք ԵԽԽՎ զեկույցը նախընտրական թեժ շրջանում կզսպի քաղաքական գործիչներին։ Նիկոլ Փաշինյանի թիմակից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարծում է, իշխանությունն արդեն իսկ բազմաթիվ քայլեր է արել այդ ուղղությամբ։ Բազմիցս վարչապետը կոչ է արել, ուրեմն հանդարտեցնել կրքերը, ինքը իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի քննարկումները միշտ լինեն բովանդակային դաշտում, հարցու պատասխանի ժամանակ դուք կտեսնեք, թե Ազգային ժողովում, թե լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ի քննադատական բանաձևից մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էթիկայի կանոնագիրք է ընդունել, որով բացառելու են հայոյախոսությունը։ Սերժ Սարգսյանի թիմակից Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է, քաղաքացիական պայմանագիրը նախապես տեղյակ է եղել եվրոպական կողմի դիտարկումներին, այդ պատճառով էլ հայտարարել են էթիկայի կանոնների ընդունման մասին։ Իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ ա լինել այս զեկույցում նախօրոք բնականաբար, ու ենթադրում եմ, որ հենց այդ տրամաբանությամբ են ստեղծել այդ իրանց կուսակցության ֆիկտիվ էթիկայի կանոնագիր եւ այլն, որը իրենցից յուրաքանչյուրը ոտնահարում է ամեն իր հրապարակային խոսքի ժամանակ։ Եթե խնդիր կա, չէ, այդ խնդիրը իրարից անկախ երկու մարդել կամ երկու քաղաքական ուժ կամ երկու սուբյեկտ կարող են տեսնել, այսինքն մենք տեսել ենք այն դեռ ամիսներ առաջ, սրանից 6 ամիս առաջ, մի տարի առաջ տեսել ենք այն, ինչը հիմա արդեն արձանագրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Իշխանական падգամավոր Արման Եղոյանը բանաձևը ճնշում չի համարում արևմուտքի կողմից, սակայն հույս է հայտնում, որ ընդդիմադիրներն էլ ՔՊ-ի նման էթիկայի կանոններին կհետևեն։ Ինչը չեմ կարող ասել ընդդիմադիր շրջանակների մասին, որոնց պաշտպանող բազմաթիվ արդեն ֆեյք օգտահաշիվները բացված են, դուք դա կարող եք ձեր աչքով տեսնել, մոնիտորինգ անել, մեկնաբանությունների տիպական բովանդակությունից, այսինքն նույնաբովանդակությունից կարող եք ուղղակի տեսնել, որ դրանք բոտերով աշխատող ֆեյքեր են։ Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը հակառակն է պնդում ոչ թե անորոշ ֆեյքերի մատնացույց անելով, այլ հիշեցնելով Փաշինյանի հստակ հայտարարությունները։ Ուզում հիշեցնել մենք կումետ ենք բանավիճում։ Մարդը, որ արժա ամբիոնից մատ եւ ոչ միայն թափ տալու մասին է խոսում, պատերին տալու, գլուխ պատին տալու եւ այլն։ Մարդ, ով որ ասել է, որ վեհափառ հայրապետին պատրաստ է ցույց տալ իր բարեմասնությունները։ Ես առաջարկում եմ ոչ թե հիմա անընդհատ բողոքել անցյալը, այլ կենտրոննել այսօրվա վրա, եթե այսօր կհաջողվի հարցը լուծել, ինչու՞ չգնանք այդ ճանապարհով, փոխարենը էլի գնանք քշփորենք անցյալը։ Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը խորապես մտահոգված է վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով։